Բանկոպության ծանոթ է իրողությանը, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացել արդեն երկրորդ անգամ կոնկրետ Նարեկ Կարապետյանի հետ։ Միջև այդ էլ գիտենք, որ 1-2 անգամ փորձել են քրեական գործեր հարուցել, մեկը պատճառաբանությամբ իբրև թե թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալը, հետագայում անհիմն լինելու պատճառով, որքան գիտեմ, կարճվել են այդ վարույցները, եւ հիմա էլ Ալիկ Ալեքսանյանի գործի հետ կապված Նարեկ Կարապետյանի դեմ այսպիսի միջնորդություն է ներկայացվել, որպեսզի հավանաբար քրեական վարույթով նրան կալանքի տակ պահեն։ Ինչ վերնագիր կտակ նախ այս իրողությամբ։ Եթե մենք փորձենք իրավունքի դաշտից խոսենք, ինչպես նշեցիք ձեր հարցի մեջ, առաջի գործով անհիմն են ճանաչել, բնականաբար այս գործերը ինչ որ շարում են եւ կարում են ուժեղ Հայաստան դաշինքի եւ կուսակից ընկերներից եւ դաշինքի մեր մյուս ընկերների նկատմամբ ուղղակի հերթական քաղաքական հետապնդումներն են։ Նպատակը քաղաքական դաշտում չունենալ ուժեղ ընդդիմադիր կուսակցություններ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հլուհնազանդ կատարի իր շեֆի Իլհամ Ալիևի հանձնարարականները։ Այս բոլոր process-ները խոսում են նրա մասին, որ Հայաստանում իրավական դաշտը, եթե ժամանակին անակամ է լինում, հիմա արդեն մահի եզրին է կանգնած, եւ այն process-ները, որոնք կան չասենք իրավունքի դաշտից, որտեղ այդտեղ իրավական որևէ հանգամանք չկա, պարզապես քաղաքական հետապնդումներ են։ Նպատակը մեկն է Հայաստանում չունենալ ուժեղ ընդդիմություն, այլ ունենալ պարզապես իրենց հպատակ, ինչպես Ադրբեջանում է հպատակ ընդդիմություն, այնպես էլ Հայաստանում են ցանկանում կերտել նման քաղաքական մթնոլորտ։ Բայց տեսեք, այսպես թե այնպես ընդդիմադիր, պատգամավորների մանդատները չեն բավականացնում, որպեսզի կարողանան իրենք ինչ-որ վճռորոշ լծակներ ունենալ ազգային ժողովում։ Այսինքն այսպես թե այնպես իշխող խմբակցությունը կարող է միանձնյա որոշումներ կայացնել բերած նախագծերի ընդհանուր որքան հասկացա իրենք տողատակերով հասկացում են, որ նույնիսկ միանձնյա կարող են սահմանադրական փոփոխության հանրակրվե իրականացնել եւ ընդդիմությունը իրենք այդպես են հասկացնում, որ որևէ բանով չի կարողանալու խանգարել։ Այդ դեպքում այս իրարանցումի պատճառը ո՞րն է համարում։ Եկեք ԿՊ-ի մեկնաբանությունը մեջ տրամաբանություն ման չգանք, որովհետեւ եթե այդպես լիներ, ապա քաղաքական հետապնդումներ առհասարակ չէ լինի դեմական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ առհասարակ այդ մարտակուսակից է թե ոչ։ Սա մեկ արձանագրում։ Երկրորդը ես վստահ եմ, որ իրենք ունեն նաև այն պատկերացումը, որ կար ժամանակ անց իրենք ունենալու են խնդիր, այսինքն քաղաքական process-ներ կարող են զարգանալ եւ ըստ երևույթին ճնշումները հասարակության կողմից այն ձևաչափով լինեն, որոնք իրենք անգամ չեն կարող պատկերացնել։ Հետեւաբար եւ այս ճնշումները եւ իրենց հայտարարությունը մեկը մյուսին հակասող են։ Եթե ընդդիմությունը ինչպես իրենք են ասում, չունի այն լծակները, որ կարող են ազդել եւ խորհրդանի ներսում տեղ ունեցող քաղաքական process-ներից եւ խորհրդանից դուրս, ապա ինչի համար են այս հետապնդումները։ Սա խոսում է նրա մասին հենց առաջինը, որ իրենք ունեն հստակ վախեր մեր ուժի նկատմամբ, որովհետև ինչպես շեշտեցի, կար ժամանակ անց կարող են լինել այնպիսի քաղաքական զարգացումներ, որ իրենց քաղաքական կյանքի առումով վերջը տեսնեն։ Եվ հետեւաբար այս բոլոր process-ները խոսում են նրա մասին, որ վախերի եւ ճնշումների մթնոլորտ ստեղծելով լրացնել անգամ այն քաղաքացուն, ով քաղաքական որևէ կուսակցականը չի պատկանում։ Նպատակը դա է։